Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, տեսահոլովակից արդեն պարզ դարձավ, թե մեր հյուրերը ովքեր են, հեղինակ կատարող Գայանե Թադևոսյան, գործիքավորող ձայնային ինժեներ Վահան Նահապետյան։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ, դե պատմեք։ Վերնագիրը հետաքրքիր է, ինչու քո գրպանում։ Քո գրպանումն այստեղ այլաբանություն է, ավելի շատ գրպանը այստեղ որպես տարածք է խաղաղությունը եւ հանգստությունը փնտրելու համար եւ երգը իրականում այն մասին է, թե ինչ կլիներ, եթե մենք փորձենք փոքր-ինչ կարեկից լինել մարդկանց, կենդանիների նկատմամբ, որոնք այդ պահին տագնապների եւ վախերի մեջ են եւ մեր օգնության կարիքն ունեն։ Բայց չլիներ տենց իրականություն։ Ձեր առաջին համագործակցությունն է։ Այո, որպես այսպեսին մեր առաջին համագործակցությունն էր եւ առաջարկն էլ հենց Վահանից եմ ստացել։ Առաջի անգամ ես ինքս եմ քայլարել եւ ինքս եմ առաջարկել, որտեղ բոլոր պարագաներում միշտ դիմել են ինձ գործիքավորման համար, բայց այս անգամ այսպես բնական ուղուց շեղվեցի եւ ինքս քայլարեցի առաջարկելով իրականացնենք մի երգ, բայց ես նաեւ հույս ունեմ, որ մենք կշարունակենք, որտեղ Գայանեի երգերը շատ գեղեցիկ են եւ յուրահատուկ են եւ ինքնատիպ։ Խոսքերը դուք եք գրել։ Խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ եւ տեսահոլովակի սցենարի հեղինակը նույնպես ես եմ։ Այդպես։ Սա որ երրորդ տեսահոլովակն է ձեր։ Սա որպես այդպեսին իմ առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է, հուսամ կլինեն նաև հաջորդները։ Իսկ ինչ է նշանակում պրոֆեսիոնալ տեսահոլովակ։ Այսինքն ուղղակի տեսանյութ չէ, դրա վրա աշխատել են շատ լուրջ մարդիկ, փորձել ենք ամեն բան պրոֆեսիոնալ աստիճանի, բերել սովորական տեսանյութեր շատ ունեմ։ Բայց մի տեսակ ժամանակահատվածը հենց է, որ եթե պրոֆեսիոնալ աշխատանք ես կատարում, մանավանդ երկարվեստում, այս վերջի շրջանում, երբ որ պրոֆեսիոնալ աշխատանք ես կատարում, դիտողականությունները շատ քիչ են լինում, երբ որ ուղղակի հեռախոսով տենց մի փոքրիկ էլի նույն քո երգը ներկայացնում ես, բայց ուղղակի սելֆի տարբերակով դիտողությունները փորձեր շատ եմ ունեցել եւ իրոք ճիշտ եք ասում, բայց ամեն դեպքում դասական տարբերակը միշտ աշխատող է։ Ես փորձեցի գոնե այս անգամ ունենալ նմանատիպ մի փորձ։ Եվ ինչ պլաններ ունենք հետագայում, էլի նոր երգ, նոր տեսահոլովակ, նոր համագործակցություն։ Օրինակ, երեք արդեն նոր երգի մասին էինք խոսում, բայց ավելի simple-ի մեջ է։ Ինչի մեջ է։ Այսինքն ավելի հասարակ պարզ մոտեցում պետք է լինի։ Ուզում ենք նույնիսկ մեկ կամ երկու գործիքով, ոչ թե մի ամբողջ օրկեստր կամ բենդ լինի, այլ այսպես մեկ-երկու գործիք օգտագործենք եւ փորձենք այսպես ավելի նոր մոտեցում նման չլինի երգեր իրար։ Իսկ ճոխ իրականության մեջ ինչ եք կարծում։ Քանի որ իրականությունը չափից դուրս այո ճոխ է, այդ ֆոնին շատ հասարակ ավելի գեղեցիկ կնայվի։ Օրինակ այս մեր երգը հենց pop rock ժանրում էր, որը ես եմ ստիպել Վահանին, որ հենց այդպեսին լինի, երգը հենց այդպես էլ պատկերացրել էի, բայց հաջորդն ուզում ենք ավելի լիրիկական ոճի լինի։ Եվ ավելի մեղմ, հա, երևի ավելի մեդիտացիոն, այսպես ինչպես ասում են, այսպես sky երկինք։ Ժողովուրդը ոնց որ շատ ակտիվ, ասես բուրըն ինչ որ գործողություններ է տեղի ունենում։ Ռեմիքսները կանենք։ Մի քիչ հանգստացնել, հանդարտեցնել է պետք։ Իդեպ մենք նաև ունեցանք շնորհանդես տեսահոլովակի, բավականին լավ անցավ եւ բազմաթիվ երաժիշտներ եւ արվեստի մոտ կանգնած մարդիկ էին ներկա, ցուցադրեցինք տեսահոլովակ, իհարկե կարծիքներ եւ որոշեցինք, որ շարունակենք անպայման համագործակցությունը, որովհետեւ բոլոր ժամանակներում էլ կարծում եմ ինքնատիպությունը եւ յուրահատուկ երգերի առկայությունը շատ կարեւոր է։ Ու նախքան տեսահոլովակի ցուցադրությունը, որը տեղի ունեցավ Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում, մենք ունեցանք նախադիտում, որին մասնակցում էին մեր տաղանդավոր դերասանները, ովքեր նկարահանվել էին։ Իդեպ մի հետաքրքիր պատմություն դրա հետ կապված, դերասանների 90%-ը չէին լսել երգը նախքան նկարահանման հրապարակ գալը եւ լսեցին միայն այն ժամանակ, երբ տեղի ունեցավ նախադիտումը, դա էլ խոսում է իմ ու ընկերներիս վստահության մասին միմյանց նկատմամբ, իսկ
տեսահոլովակը նկարահանել է Էրիկ Աղաջանյանը, ով Լուս մեդիայի հիմնադիրն է, իր հետ աշխատելն էլ բավականին հետաքրքիր էր։ Բայց այստեղ նա հետաքրքիր բան ասացիք, դերասանը, որ համաձայնվել է տեսահոլովակում նկարահանվելու ու երգը չի լսել, սա ո՞նց է լինում։ Դե իրենց պատճառաբանությունը դա ինձ նույնպես հետաքրքիր էր ու ես այսպես զարմացած հարցնում եմ դուք ո՞նց եք ռիսկ արել որ նկարահանվել եք օրինակ շատ հնարավոր է որ ես շատ վատ երգ եմ ներկայացնում շատ վատ բառերով ամեն ինչ շատ վատ է իրենց պատճառաբանությունը դե Գայանեն է էլի Իսկ լավ է համոզել Լավ է համոզել։ Դիվանագիտություն, դա կոչվում է դիվանագիտություն, ճիշտ։ Այնտեղ տղա կար, ով հարվածային գործիքներ էր նվագում, նվերը, իդեպ ուզում եմ իրենց անունները նշել, նվերը հարվածային գործիքներ, Ջեմին նվագում էր Թավջութակը, Ծաղրածուի դերում Արմինեն էր, Փոքրիկի դերում Սիրուն Լուսեն, Սիրահար զույգերի դերում էին Լիլին եւ Ավոն, ու մոռացա եւ Կատվի տեսարանում նկարահանվեց Արզունը։ Եթե հիշեցի բոլորին, այո։ Եվ մենք, այսպես ասած, ցուցադրումը կատարեցինք շնորհանդեսի ժամանակ եւ չգիտեմ, կարծում եմ արձագանքները լավ են եղել։ Պետք է անպայման շարունակել համագործակցությունը եւ նաեւ Գայանեն գրում է նոր երգեր, նոր այսպես ստեղծագործական process է սկսվել եւ ես դրա համար ուրախ եմ, որովհետեւ եթե կյանքի է կոչվում երգը, ապա դա մեծ խթան է հեղինակի համար։ Անշուշտ, մենք Գայանեն իհարկե հաջողություններ ենք մաղթում, նորանոր ճաշակով տեսահոլովակներ, մեզ բոլորիս ձեզ էլ երևի թե արդեն բազում համագործակցություններ ոնց հասկացա եթե ստացվել է այո ես կարող եմ ասել որ արդեն մոտ 3000 երգերի գործիքավորման հեղինակ եմ եւ դեռ մեծ անելիքներ ունեմ Դուք առաջին անգամ չէ որ ձեզ հյուրընկալում ես բազմաթիվ անգամ եղել եմ ձեզ մոտ բազմիցս լսել եմ շնորհակալ եմ շատ այդ աշխարհում շատ երկար ճանապարհ եք գնացել ձեզ հաջողություններ ենք մաղթում շնորհակալություն կրել հեռուստադիտողներ մեր եթերում տեսահոլովակ որից հետո կարող ենք արդեն տեղափոխվել խոհանոցի տաղամար որտեղ Վահան մեզ է սպասում գունեղ գեղեցիկ ափսեով Այո